Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նորություն կենթանական աշխարհից ժամերով խոսացող մոծակը կարողանում է արյուն խմել առանց մարդուն կծելու։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ 5 շաբթի, երեկոյան 22-ն 30 մենք կրկին եթերում ենք եւ միանգամից ուզում եմ ասել, որ այսօր շատ յուրահատուկ հաղորդում է լինելու։ Յուրահատուկ է լինելու թե մեր հյուրերով, թե բովանդակությամբ, մի խոսքով շատ հետաքրքիր գեղեցիկ հաղորդում է այսօր լինելու, դե ինչպես միշտ դուք այս բանը դիտում եք մեզ, մենք ինչպես միշտ սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս բանը թույլ տվեք սիրով ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց վերադարձրել են բարի բուն իմաստով լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե կա խնդիր, խնդիրը 911 Detox Center-ի հետ լուծված է։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, այս չքնաղ հրաշալի հյուրանոցային համալիրը առողջարան է, պարզապես հյուրանոց չէ, որովհետև այստեղ դուք կարող եք օգտվել լողավազաններից տաք հանքային ջրով, պատկերացնում եք տաք հանքային ջրով, լողավազան, հրաշալի համարներ, կոկիկ, սիրուն, պուպուշ, տնական, մի խոսքով ոնց որ տուն լինի։ Ինչ է հարկավոր ձեզ հարկավոր է պարզապես զանգարել, ամրագրեք ձեր տեղերը, եթե իհարկե ունեք ազատորեր եւ գնաք վայելեք այս ամենը Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրում։ Եվ հեռախոսահամարն է իհարկե 760 329 60 33։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա ընդգրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, այո, ես արդեն մի փոքրիկ գաղտնիք բացեցի, բայց մնացածը քիչ ուշ։ Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ երջանկությունը իրոք կարելի է փողով գնել։ Ամեն ինչ լավ է, ուղղակի բրիտանացի գիտնականները երևի մի բան լավ չեն հասկացել։ Փող չկա, որ երջանկություն գնել։ Իսպանիայի բնակիչ Վենս Ֆերնանդեսը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում հավաքելով 3615 եզակի բջջային հեռախոս։ Այն հարցին, թե ինչու է նրան հարկավոր 3615 հեռախոս, իսպանացին պատասխանել է, որ դա ստիպել է նրան անել իր կինը, որպեսզի նա միշտ լինի հասանելի եւ չասի հեռախոսս նստել էր։ Սիրելի հեռուստադիտողներ, այսքան են մեր նորությունները, մի քանի վայրկյանից վերադառնում ենք եւ սիրով արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Եվ այսպես, այսօր Armenian Evening նախագծի հյուրերն են սաքսոֆոնահար Առնո Ստեփանյանը եւ իր չքնաղ դուստրը Միքայելան։ Բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել իմ տաղավարում, տաղանդավոր մարդիկ, հրաշալի մարդիկ եւ կարծում եմ շատ հետաքրքիր հաղորդում ունենանք։ Այսօր շատ յուրահատուկ հաղորդում է, որովհետեւ Առնո ջան
պրակտիկապես ես ուզում եի վերհիշել եւ երաժիշտներ, երգիչներ, համարյա բոլոր գործիքները հնչել են մեր տաղավարում, սաքսոֆոնը առաջին անգամ է այսօր հնչելու։ Եվ իհարկե նաեւ մի փոքրիկ գաղտնիք, ավելի շուտ կիմանանք այդ գաղտնիքը, նաեւ կապված է Միքայելայի հետ։ Դե եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ հրավերքը չմերժելու համար եւ սկսենք իհարկե դեմ չէ, Միքայելա ջան, հայրիկից սկսենք, հա, որովհետեւ սկսվել է ամեն ինչ հայրիկից։ Արնոտ ջան, հարց, որը տալիս եմ պարտադիր մեր հյուրերին, տվյալ պարագայում տաղանդը, հա, երաժշտական։ Ով էր այն մարդը կամ մարդիկ մանկուց, դե դու ծնվել ես Երևանում, հա, ով էր այն մարդը, որ գտավ այդ տաղանդը եւ ինչու հենց սաքսոֆոն, որտեվ դե գաղտնիք չէ, ես դա բազմիցս եմ ասել, որ մեր ժամանակներում ընդունված էր երեխաներ տանել դաշնամուրի, դե այտենց էր ընդունված, չէ, դաշնամուր, մի քիչ ջութակ, այո, դաշնամուր, ջութակ, հա, բայց սաքսոֆոնը տարբերություն կար։ Այ մի քիչ խնդրում եմ պատմել, մի քիչ այդ ներկայացրու այդ ամենը։ Այո, նախ եւ առաջ մենք ենք շնորհակալ հրավերքի համար, Համենչյան, բարի երեկո մեր բոլորին, հանդիսատեսին։ Ուրեմն sense մի քիչ համառոտ արագ-արագ այո, եւ համառոտ եւ շատ բովանդակալից այդ որ խոսում էինք դաշնամուր ջութակ ես սկսել եմ իմ երաժշտական մայրիկիս հայրիկիս օգնությամբ իհարկե 11 համարի Արմեն Տիգրանյանի դպրոցում բայց ջութակ ու դաշնամուրով ահա հորիղբայրս սաքսոֆոնահար ա եղել երաժշտակահիշատակ Յուրի Ստեփանյանը ռադիո հեռուստատեսության սաքսոֆոնար տենորներից մեկն ա եղել։ Ինչևից է, ես երևի թե 3-րդ 4-րդ դասարանում էի, որ դե գնում էինք հորողբերստուն, տենց տերնորը նայում էի, Իրանը տենց ոսկեգույն էր, սենց նայում էի, ինքն էլ արդեն հասկացել էր, որ դու ես գալիս, ասես, տալիս ուզում ես Արնոտ ջան, հա, ռեկորդ նվագում եմ, բան, տենց օրից մի օր մամային ասեցի, մամա, ինձ տար սաքսոֆոն, ուզում եմ սաքսոֆոն նվագեմ։ Բայց իմ հետ մեկտեղ եղբայրս, մեծ եղբայրս, մի տարով մեծ, տենց էլի ջութակի էին գնում։ Մաման ասեց, նայեք, ասեց, ջութակը նենց դժվար գործիք է, որ եթե նվագեցիք, ավարտեցիք նորմալ, հետո ինչ գործիք ուզենաք, կարաք նվագեք։ Ու իրականում տենց էլ եղավ, որտեվ ես ավարտեցի նու 7 տարի էր, 7.5 տարի, 8 համարյա, հա, ավարտեցի, մենք իդեպ այդ տարվա գերազանցիկներն էինք, այնտեղ բալերով կար 5-ին գումարած։ Դավիթը եղբայրս, որ հիմա էլ չի էլ նվագում, ինքը 5-ին գումարած ստացավ, ես 5 ստացա։ Հա, հետո արդեն տենց եղավ, որ պետքա տեղափոխվեինք։ Դե միշտ տեղափոխում ենք խոսենք, լավ, իսկ Դավիթը ինչու շարունակեց, այսինքն Դավիթը շատ ավելի տաղանդավոր էր, ճիշտն ասեմ, ասենք, բայց չգիտեմ, կյանքնից եղավ, որ շարունակեցի, բայց մի քանի տարի հետո էլի, այսինքն ընդմիջում եղավ իմ կյանքում երաժշտական, հետո նոր ոնց որ սաղ կյանքս ոնց որ երազել էի, բան, տենց մորս ասած է, հիշեցի, ասի գնամ ես մի հատ սաքսոֆոն առնեմ։ Ահա, եւ սկսվեց։ Ու տենց ամեն ինչ սկսվեց, հա, ես եթե չեմ սխալվում 22-23 տարեկան էի։ Արդեն 20։ Հա, բավականին մեծ եմ եղել, հա, տենց էլ որ մի քանի տարի հետո պարապելուց որ մարդիկ հարցնում էին ինչքան ժամանակ նվագ, ասում եմ 2-3 տարի, բայց ես մի քիչ թաքցնում էի այն բանը, որ երաժշտական եմ գնացել, այդ տարիքին ինձ թվում էր, թե չէ, կապ չունի, ես երաժշտական գնացել եմ, թե չեմ գնացել, 2-3 տարում նվագել եմ, բայց իրականում մեր այդ դպրոցը, այդ ժամանակների ուսումը շատ ուժեղ էր ու համ տարիքային բանով, համ էլ իրանց այդ պահանջարկներով, էլի, ասենք ուսուցիչները, բան, գիտեք, ինչի մասին եմ խոսում, Ինչևից է, այդ ինձ ահագին օգնեց, որ այն սկզբնական բազան, սենց ասած, դավներ էլի, ու ես տենց վերհիշելով, մի քիչ էլ աշխատելով այն բաների վրա, որը որ անգիտակից տարիքում չէինք անում, մի քիչ գլուխ էինք պահում, ու արդեն գիտակից տարիքում ասում եմ, ես այս բաները գլուխ եմ պահել, ուրեմն պետք է դրանից սկսեմ պարապել։ Ինչևից։ Շատ լավ։ Այո, Արնոտ ջան, ես համամիտ եմ քեզ հետ, իհարկե միանում եմ այդ խոսքերին, որովհետև այն ժամանակ կրթական իհարկե այդ ոլորտը կրթությունը իհարկե անհավանական շատ բարձր է եւ դրա համար այսպիսի տաղանդավոր մարդիկ հետաքրքրություն։ Արնոտ ջան, հիմա ուզում եմ մի քիչ խոսենք արդեն փաստորեն Հայաստանում գործունեությունը ծավալեցիր եւ հետո տեղափոխում դե սովորաբար էլի մենք քիչ առաջ խոսում ենք որ գաղտնիք չէ հիմնականում դաշնամուր ջութակ տեղափոխվում էին մարդիկ ուր հիմնականում Միացյալ Նահանգներ Ռուսաստան
Եվ Եվրոպա որոշակի առումով։ Բայց արի ու տես, դու տեղափոխվեցիր Արգենտինա, հրաշալի մի երկիր, ինչու Արգենտինա։ Ճիշտն ասած, այն ժամանակները հայրս միշտ դեմ էր երկրից դուրս գալու հետ կապված, ոչ, այսինքն այնպես էր, որ Միացյալ Նահանգներից շատ մտերիմ ընկերներ ուներ, միշտ առաջարկները կային, կտրականապես ոչ, ես հայրենիք ունեմ, ես հայրենասեր եմ, ես սենց, հա, բայց տարիքային այդ ընթացքում մի քիչ ավելի շատ մաման ոնց որ ստիպեց այդ մոմենտը, երևի ես 99 թիվներ 14-15 տարեկան էի, որոշեցինք ճիշտ ասած այսինքն ինչ որ բան չկար, որ անձամբ ասենք այտենց հատկապես ինչ որ բան չկար, որ ասեին դրա համար, երևի թե մի քիչ մայրս կարող է իր որովհետեւ ցանկանալով, որ Արգենտինա Բուենոս Այրես, դե այն ժամանակները Մարադոննա բան, sense այդ հնդում ոնց որ, հա ինչևից է տես տեղափոխվեցինք Արգենտինա առանց ոչ մի ծանոթության, առանց ոչ մի բան, մարդ չկար բացարձակապես, ոչ մեկ չկար, որ ասեինք, հա, այս մարդու մոտ են գնում կամ այս մարդը մեզ պետքա դիմավորի։ Այտենց տեղափոխում եղավ 99 թվականին 99 թվական շատ ճիշտ հիշեցին Մարադոնայի հետ։ Հա, ասենք ես այո, ես մեր հերոստատիտողներ եւ քեզ էլ լինեմ անկեղծ ասեմ, որ այնուամենայնիվ իհարկե հիմա բոլորը Մեսսի, բայց այնուամենայնիվ ինձ համար Մարադոնան ավելի Մարադոննա է։ Այն ծամոնների մեջի են թղթերը, որ դուրս էլ գալի, այդ սաղ ամեն ինչ ասենք այդ թվականի բաներն էր, որ Մարադոնան ցնդում էր, էլի։ Լավ, Արնո ջան, տեղափոխվեցիք Արգենտինա եւ այնտեղ ոնց ստացվեց։ Ինքն դու բնականաբար քո ոլորտը շարունակեցիր, չէ՞ աշխատանքը, թե մի քիչ դադար տվեցիր։ Մի քիչ ընդմիջում եղավ, հա, դադար եղավ, այսինքն այնց էլ որ այդ տարիքային այդ բանը նայեք, sense բան կար։ Ես ունեի գոլեգաներ, այսինքն դասընկերներ այդ թվականին, որոնք որ երևի թե 10 հոգուց մեկը լիներ, որ ինքը այդ տարիքում գիտակցում էր, սիրում էր, ուզում էր նվագել ինչ-որ մի գործիքի վրա։ Մնացածը ամբողջությամբ երևի թե ծնողների դրթանկով էր, հասկանալ է։ Էդ էր, մերն էլ հետը ոնց որ ասած, մենք ասենք ես շատ լավ նվագեցի, այդ հիշում եմ, որ նվագեցի անձամբ այն կոմիտասի ծիրանի ծառը նվագեցի, ամբողջ տարին այդ պարապում էինք ու այս ուսուցիչս երջանկայի շատակ Բելա Ռուբենովնան միշտ ջղայնանում էր, ասում էր, չես չի կարող, չես, բայց վերջում հուզվեց, որ նվագեցի։ Ես հիշում եմ, որ շատ լավ նվագեցի, ինքն էլ հուզվեց, իդեպ մորքուրս էլ մեծ ձայնակցողներ, դաշնակահար։ Հա։ Ինչևից է տենց, բայց ուզում ասեմ, հետո գնացինք չէի ուզում, ոնց որ չգիտեմ, այդ մանկական երևի խաղերներ կամ ուզում էինք աշխատեինք անգամ, հա, այդ էր էլի, ասենք այդ էմիգրացիոն մտածելակերպը, բայց բարեբախտաբար այդ որտեղ որ աշխատում էինք, ոսկրություններ, ու մոտակայք խանութները մի հատ փողոց կար, այդ փողոցը հատում էր մի հատ փողոցի, որ սա երաժշտական գործիքներ էր։ Ասում ես հերո չեն կարող գնանք։ Մտանք մի տեղը տենց, հա, մի մարդ է անլեզու տենց մտանք մի տեղ, մարդը ով որ դաշնամուրների տեղ էր, էլի սինթեզատորների բան, մեր մոտ մեր տունը դաշնամուր էր, սինթեզատոր ուզում էինք այդ ժամանակ, այդպես եղավ որ տեղափոխվեցինք, հա, ինչևից է դաշնամուրի այդ սինթեզատոր վաճառողի հետ խոսեցինք, բան ռուսախոս էր։ Հասկացրինք, որ ասենք սենսա վիճակ, ասենք մենք շաբաթական գումարը բերենք, թողենք, հենց որ արդեն հասնեն, գործիքը կտանենք։ Հա, դա եղավ մեր առաջի գործիքը, ոնց որ, հա։ Այդտենց սկսեցի ես մի քիչ դե եղբայրս էլ իհարկե, բայց ավելի շատ ես էի ոնց որ զբաղվում այն ժամանակ, եթե կհիշեք Արա Գևորգյանի այդ գործերներ, մի հատ դիսկ ուներ Դելեամանի դիսկներ, բանից այդ նստում էի կոպի էի անում, նվագում էի, ինչևից է, հա։ Ավելի սիրողական բնույթ։ Սիրողական լրիվ, ֆուլ սիրողական առանց նոտայի, առանց բանի։ Ընկեր ունեմ ջութակար Ռուբենի հետ շատ շփվելով, տենց ասի մեր ես նստացինք, ասի ուզում սաքս առնեմ Ռուբ ասի։ Դասի ծառ ասեց, չէ եղե։ Ու տենց սկսվեց ամեն ինչը, սաքսոֆոնը լարա, կամած այն որ գնում ենք դեպի հետ մտքով, ասում որ ասում անցյալը գերազանցա ու էդ է դուրս գալի, որ ասում ինչի այս կոնտակտը եղավ, այս մարդու հետ, դե ճակատագիր է, դա այո։ Ընդհանուր կապ չուներ, էլի, ասենք։ Պետք է նվագեր եւ քեզ այդ կամած մի քիչ ջազային ոճի մեջ, մի քիչ պոպ ոճի մեջ, դե հայկականը անպակաս պետք է լիներ,
Ամեն ինչ, այսինքն այն ինչ որ ես սիրում էի, այդ թեմաներով սկսեցի նվագել, ընկերներիս հետ կամաց լայվ սկսեցինք նվագել։ Եվ արդեն սկսեցիր գործունեություն ծավալել։ Հա, հետո Big Band մտա, հետո ես էի խմբեր հավաքում, այնտեղ Արգենտինայում շատ էի աշխատում համայնքի հետ, հայկական համայնքը մի քիչ մշակութային տխուր էր, ոչ թե տխուր էր, այլ իրանք ունեին, բայց ոնց որ այն հետին թվի բաներն էր, էլի։ Մի քիչ ավելի հին էր, այսինքն այդ որոնք որ բերութահայ են, որոնք որ Հունաստանից էին, ասենք կամ այդպես թուրքահայեր էին, իրանք ամեն մեկը իրանց հետի բերած, իրանց թվականի բերած երաժշտություններ, մշակույթներ, մենք էլ ոնց որ ասած հայաստանցիներս այս վերջի տարիներին 80-ից սկսած 90, այտենց 2000 այդ էր, բայց մեջները քիչ էին երաժիշտները, ասենք այնքան որ ես երբ որ ուզում էի խումբ անեի տեղացի երաժիշտների հետ էի, մենակ ես էի հայ։ Այո։ Շատ լավ։ Դե հիմա ես ուզում եմ նաև անդրադառնանք իհարկե մի շատ կարևոր իրադարձության մասին, այն է, որ դու Արգենտինայում փաստորեն կազմեցիր հրաշալի մի ընտանիք։ Այո։ Եվ այս հրաշալի բալիկը հիմա քո կողքդ է, ով շատ տաղանդավոր է, մենք լսելու ենք անպայման։ Միքայելա ջան, դե ում ես այսպես ավելի տաղանդով, մամային քաշը թե պապային։ Երևի։ Դե որովհետև որ մաման չներանա։ Աղջիկները պապայի աղջիկներ, այդտենց է, դա ընդունված է այդպես, շատ լավ։ Միքայելա ջան, քեզ մոտ ոնց սկսվեց, այսինքն մի քիչ պատմի քո մասին, հա, տվյալ պարագայում իհարկե տաղանդավոր հայրիկ, ես իհարկե տաղանդավոր մայրիկ նույնպես, փաստորեն առհասարակ այդ գեները իհարկե իրանը ասեցին, բայց անհամենայնիվ մի քիչ պատմի քո մասին, ինչպես ստացվեց, որովհետև դու արդեն սկսել ես քո քայլերը որպես երգչուհի, մենք այսօր նույնպես լսելու ենք, իհարկե դեմ չես, չէ՞ լինի, մի քիչ պատմի քո մասին։ Ես սկսել եմ պապայիս հետ Արգենտինայից, ես երգել եմ, մի շոու գնացել եմ պապայի հետ, ես Քան տարեկան էր, երևի 7 տարեկան արդեն երգում էր, հա։ Ընկերուհիս հետ երգել եմ, բայց մենակ չեմ երգել, մենակ այսինքն որպես սոլիստ չի եղել։ Մենակատար ընկերուհին խմբակային է, հա։ Կներես Միք ջան, ես այնտեղ մի հատ մանկական համերգ չէ, կոչվում է նախագիծ եղավ, այդ որ ասում եմ տեղական երաժիշտներով կոչվում էր Նոե բանդ, այսինքն Նոե բանդի անունն էր, եւ բոլորս դեպի բեմ։ Այնտեղ գոյություններ 7 հատ հայկական դպրոց, գնացի սաղ լսումներ արեցի, ամեն տարիքների ընտրեցի, որոնք որ լավ էին երգում ընտրեցի, որոնք որ լավ չէին երգում, բայց ուզում էին մասնակցեին, էլի եկա, ասենք գնաց դասավորեցինք միկրոֆոնները, ասի, այն մի միկրոֆոնը լրիվ իջացրու։ Ինչևից է, Միկաս մասնակցեց այդ համերգին, բոլորը այդ դեպի բեմ այդ նախագծին, հա։ Իսկ հիմա դու, այսինքն հետագայում նույնպես արդեն ուզում ես լուրջ դառնալ երգչուհի։ Այո։ Այսինքն դու այդ նպատակ ունես շատ լավ։ Իսկ նպատակ չունես օրինակ հայրիկի նման նվագել սաքսոֆոն։ Նվագում ես իդեպ թե չէ։ Չէ, մենակ երգում եմ։ Իսկ երաժշտական գործիք որևէ։ Ես ուզում եմ սովորեմ դաշնամուրի հետ։ Դաշնամուրի, շատ լավ։ Դե քեզ հայրիկը կսովորացնի այնուամենայնիվ ինքը լավ այդ կրթությունը։ Շատ լավ։ Եվ ես իդեպ ուզում եմ նաև ասել, ես ուզում եմ իմ ողջունի խոսքերը ասել Արնո ջան, որ Միքայելան հրաշալի խոսում է հայերեն, այդ հայերենը պահելը, որովհետև ինքը ծնվելով Արգենտինայում ամբողջովին, հա, օտար միջավայր, բանականաբար Հայաստանից, այսօր հրաշալի խոսում է հայերեն եւ կարողանում է այսպես ապրես շատ։ Իդեպ առաջին անգամ։ Առաջին անգամ իդեպ սիրելի հեռուստադիտողներ, այո, այսօր այն պրեմիերա է, որովհետև առաջին անգամ դեբյուտ։ Այն էլ ուղիղ եթեր։ Այն էլ ուղիղ եթերում ապրես, շատ լավ է, դե ես կեզ ասեմ, որ մեզ մոտ միշտ ցանկացած մեր ընկերներ, ովքեր գալիս են այստեղ միշտ ճանապարհ հետո կանաչ է լինում, այսինքն քեզ մոտ ամեն շատ լավ է լինելու։ Բայց հիմա ես կխնդրեմ, որպեսզի մենք միասին քո հրաշալի երգը լսենք, դեմ չես լինի, հա։ Եվ ինչ ես երգելու։ Ինչ կերգես։ Երգելու եմ ծաղկած բալենի։ Ահա, ծաղկած բալենի։ Խնդրեմ քեզ այս տամ քեզ։ Եվ սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին միասին եկեք վայելենք հրաշալի րոպեներ, այս հրաշալի աղջնակը Միքայելա Ստեփանյան, հա, Միքայելա Ստեփանյան առաջին անգամ
հերոստատեսությունում առաջին անգամ ուղի եթեր, առաջին անգամ առհասարակ երգում է եւ եկեք իրոք ես իհարկե բախտ վիճակվեց, մենք հաղորդումից առաջ մի փոքրիկ լսեցինք եւ ասեմ ես պարզապես շատ այսպես ողջորված, շատ հրաշալի լսեցինք։ Հիմա ձեզ բոլորիս համար եւս մեկ անգամ Միքայելա, խնդրեմ։ Մինուսը գնա Ջան, բրավո, բրավո։ Միքայելա ջան, ասում եմ բրավո, հրաշալի երգ, հրաշալի կատարում եւ այսօր փաստորեն մենք ականատես եղանք երգի պրեմիերային նաեւ քո կատարմամբ, քեզ ասում եմ բրավո, իրոք հրաշալի եւ դու քեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվելու, արդեն է ստացվում է եւ գնալով ավելի շատ լավ կլինի, բայց լավ, այս երգով հասնում ես առասարակ դպրոց, սովորում ես ամեն ինչ հասնում ես անել։ Անց հետո ասաց, ես երկով ավելի լավ։ Շատ լավ։ Արնո ջան, հիմա կցանկանամ մի քիչ խոսենք, փաստորեն արդեն հետո Արգենտինայից տեղափոխում Միացյալ Նահանգներ, արդեն քան է 2 տարի։ 2 տարի, հա։ 2 տարի։ Եվ գիտես, արդեն փաստորեն 3 երկիր, հա։ Ես մի քիչ իհարկե կխոսենք հիմա Միացյալ Նահանգների մասին, բայց սաքսոֆոն, դե սովորաբար սաքսոֆոնը ինքը որոշակի առումով
ջազային, հա, կարելի ասել, գործը ջազ հետ է կապված։ Մեծամասամբ, հա, այդպես կարելի ասել, բայց այնուամենայնիվ, հա, 3 երկիր դու փաստորեն նվագել ես եւ մեր Հայաստանում, մեր հայրենիքում Արգենտինայում, արդեն Միացյալ Նահանգներում, որտեղ կա ավելի գուցե պահանջվածություն կամ ավելի այսպես ես հասկացա հարցի իմաստը իմ մոտ նենց դասավորվեց, որ Հայաստանում ես առայիմ առաջի կրթությունները Արգենտինայում դրանք մի քիչ զարգացրեցի ու ստեղ արդեն խորացված ես այստեղ, հա։ Ես ճիշտ ասած արդեն ոնց որ այդ բերքահավաքին ոնց որ եկած լինեմ, հետա ու փառք Աստծո նորմալ է, ես իմ գործը շատ եմ սիրում, արդեն նենցա որ գիտակից տարիքում ա եղել, ես չեմ անջատվել այս գործիքից ընդհանրապես, ինչ սկսել եմ ու կամաց զարգացրել եմ թե ասենք իրա ոճի մեջ, ոնց որ ջազայինի մեջ, թե իմ ստեղծած իդեպ, հա։ Իդեպ դու ինքդ գրում ես։ Հա, ես երկեր ունեմ, այսինքն երկեր ասելով ջազային ստեղծագործություններ, որը որ ոչ թե մենակ ջազային, այլ ես անվանում եմ իրան Armenian Jazz Funk Fusion, որովհետև ինքը պարունակում է համ ջազ, համ ֆանք, համ էլ հայկական մոտիվներով այդ մեր մեղեդիներով մի քիչ ոնց ասեմ մոտիվներով, հա, իդեպ դուդուկ եմ նվագում, բլուլեր եմ նվագում ու հատուկ հենց այդ նախագիծի հետ կապված, որովհետև որ հիմա սենց ասում են մարդիկ կարող ասեն երբ ես նվագեմ, ես այդ իմ համերգներին մենակ այդտենց դեռ ժամանակ չեմ ունեցել, որ ասենք իրան ընդլայնեմ, համարում եմ, որ իմ սկզբնական գործիքը, այսինքն պրոֆեսիոնալ առումով սաքսոֆոնն է, քանի որ փողային է, ես հեռու չեմ գնում մեր հայկական գործիքներից, հա, դրա համար որոշեցի տենց խումբի անունը Orient Groove։ Այստեղ, արդյոք հիմա մենք խոսում ենք Միացյալ Նահանգների մասին, խումբ կա, Orient Groove։ Ահա, Orient Groove։ Այսինքն ինքը ոնց որ կովկասյան ընթացք, հա, որ թարգմանենք այտենց ալում, ընթացք ասելով, հա, էտա։ Բայց այստեղ մենք համերգ ունեցանք անցյալ 5 շաբթի, հա, համերգ մի անգամ ունեցանք, այսինքն դեբուտ որպես առաջի անգամ, բայց ես ալբոմ եմ գրել, մենք խումբով ալբոմ ենք գրել 2014 թվականին, որտեղ ինքը ստեղծվել է Արգենտինայում։ Քանի հոգի է մասնակիցները։ Սեպտետա ինքը 7 հոգի։ 7 հոգի խումբ է։ Basic, այսինքն գրուպան 7 հոգի է, բայց հրավիրվածներով 9-10 նայած։ Հիմա ալբոմի մեջ հրավիրել եմ ես մեր մայստրո Սալո Դանիելյանին, դուքար շատերը ճանաչեն, ինքը Արգենտինայում ապրում, ընկերոջս ջութակահար Ռուբեն Հովսեփյանին, այդ վաղտ 9 էինք, ստեղ դարձանք 10, որտեղ ավելացավ եւս percussion, մեր Էդուարդը։ Այստեղ հայերը շատ են դրա համար ավելացավ։ Ընդհանուր ես ընդեղել էի ուզում, բայց ոնց որ ասած չստացվեց այդ պահին, հա։ Ստեղ հիմա դարձանք այդ ոնց որ հյուր երաժիշտներով եղանք 10 հոգի։ Համերգը շատ լավ էր։ Պատրաստվում ենք մյուս համերգներին։ Մենք իդեպ քիչ ուշ անպայման կզրուցենք միասին, Արնո ջան, անպայման քիչ ուշ կզրուցենք հետագա մոտակա նախագծերի մասին, թե ինչ է սպասում։ Համենայն դեպս այստեղ արդեն խմբով ելույթներ եւ պահանջարկ, այսինքն բավականին բուրն է, այսպես գործընթացը։ Հա, ես մասնակցում եմ իմ ամենա, ասինքն այն մասամբ որ շատ է, այդ հարսանյաց տոներն են, ծնունդներն են։ Այսպես նախաբաններն են, այո, հա, այդ կոկտեյլ հաուրի երաժշտություններն են, հա, միշտ ասում եմ չլինի մեծամտություն, ոնց որ այդ ամեն առիթը ինձանով է սկսում։ Այսինքն, հա, այդ էներգիաներով, հա, ու դա շատ կարևոր է, որովհետև այո, այն չէ որ վերցնենք շենք կառուցել է, հիմքն է, չէ, այսինքն դա սկիզբն է, որ սկիզբը արդեն լավ ջերմտնոլորտով եղավ, արդեն շատ լավ է։ Գալիս եմ, դիմավորում եմ, նվագում եմ, բանը ասես արդեն այդ ատմոսֆերայից ոնց որ արդեն ուրախ մտնում են իրանց զալի, իրանց քեֆ անելու։ Շատ լավ։ Արնո ջան, եթե դեմ չես անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, մենք ուրեմն Միքայելան այդ դեպ կօգնի հայրիկին, ինչ է մեր հաղորդման, այսպես մեր էջը մի քիչ ավելի այսպես հումորային է, զվարճալի, մենք 3 երգ ենք լսելու, հատվածներ կարճ։ Երգը ընդհատվելու է եւ շարունակությունը 4 տարբերակ ես ասել եմ, որոնցից 3-ը սխալ են, 1-ը ճիշտ։ Հա։ Հիմա եթե դուք սխալվես, Միքայելան կօգնի, չէ՞ կօգնի, չէ՞ հայրիկին։
Ոնց է չի ուզում օգնել։ Չես ուզում օգնես papayin։ Դու օգնես։ Եվ այսպես պատրաստ ենք, շատ լավ։ Սիրելի հեռուստադիտողներ, դե հիմա այս պահին Արնոյ եւ Միքայելը այդ միասին սկսում ենք անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ միասին կլսենք առաջին երգի հատվածը եւ այնուհետեւ 4 տարբերակը ձեզ կասեմ։ Խնդրեմ։ Անդադվեց։ Ծերության ճերմակ թրջուննել կգա, քանի ջահել ենք առաջին տարբերակը, եկ սիրով ապրենք, քանի ջահել ենք, եկ իրար սիրենք, քանի ջահել ենք, եկ իրար ծեծենք, եւ 4 տարբերակը, քանի ջահել ենք, եկ իրար ուտենք։ Իտեպ ուտել փոխհարաբերական, որովհետեւ սովորաբար ջահել ժամանակ են, չէ՞ իրան միս ուտում։ Հետո մեծանում են, ասում են, դե ինչներիս էր պետք որ այդքան միսկը, բայց արդեն ուշ է։ Եկ սիրով ապրենք, եկ իրար սիրենք, եկ իրար ծեծենք, եկ իրար ուտենք։ Ես առաջարկում եմ ընտրենք եկ իրար ծեծենք։ Դու ինչ տարբերակ կընտրեիր օրինակ։ Օգնեմ։ Եկ սիրով ապրենք 1, եկ իրար սիրենք 2, եկ իրար ծեծենք 3, եկ իրար ուտենք 4։ Առաջինը։ Եկ սիրով ապրենք, ծեծենք, չէ՞։ Ով իրան խելոք չի պամ։ Սիրով ապրենք լավն է, չէ՞։ Կարծում եմ, որ եկ իրար սիրենք։ Եկ իրար սիրենք, տես պապան երկրորդ տարբերակն է։ Երկրորդը։ Հիմա եթե օրինակ դու պապայդ համաձայն չես, հայրիկ հետ համաձայն չես, դու քոնն ես պնդում միջև վերջ, ասում ես չէ, որ պապան ասել է, մեծ ճիշտ է։ Որ պապան կասի ճիշտ է։ Ասես լավ երեխա ես։ Ասես երեխան։ Անո ջան, որն ենք ընտրում։ Եկ իրար սիրենք։ Հա։ Ծերության ճերմակ թրջուննել կգա, քանի ջահել ենք, եկ իրար սիրենք։ Այս տարբերակը ընտրեց Արնոն, ի տարբերություն Միքայելը, ով ընտրեց եկ սիրով ապրենք։ Հիմա լսենք ճիշտ տարբերակը, հա, բայց մենք ընտրում ենք եկ իրար սիրենք տարբերակը, որովհետև դու ասում ես papayin, որ ասես papan, ուրեմն ինչ ասում եմ, դե լավ։ Համար 2։ Հա, երկրորդ տարբերակը։ Խնդրեմ, լսենք հիմա ճիշտ տարբերակը եւ անցնենք երկրորդ երգի հատվածին։ Եկ իրար սիրենք, այո, տեսա papan ճիշտ է։ 1-0 Արնոն հաղթում եմ եւ հիմա միասին անցնենք արդեն երկրորդ երգի հատվածին, խնդրեմ լսենք երկրորդ երգի հատվածը։ Ով քեզ ինձնից ուզի տանի, չեմ տա ոչ մեկին, հետո շարունակություն։ Փողատերը իմ յարը, տվյալ պարագայում գործիքի մասին է խոսքը գնում, ոչ թե շատ փող ունի, այլ փողատերը, այսինքն փողային գործիք են նվագում։ Բասկետբոլիստ է իմ յարը 2, ֆուտբոլիստ է իմ յարը 3 եւ սաքսոֆոնահարը իմ յարը 4։ Այսինքն 4 տարբերակ։ Փողատեր, բասկետբոլիստ, ֆուտբոլիստ եւ սաքսոֆոնահար։ Դու որ տարբերակը կընտրեիր։ Փողատեր։ Ոնց որ։ Բայց ինչ ինտեղ բասկետբոլիստ, ֆուտբոլիստ։ Դե որնա սիրած սպորտաձև ունես։ Ֆուտբոլից։ Ֆուտբոլ, սիրում ես ֆուտբոլ։ Դու էլ Մեսսի, հա, Մեսսի։ Այո։ Բայց գիտեք, ինչ ժամանակ ինչքան հիմա նայեք, Մեսսի, ես օրինակ ուզում եմ հիշեմ, իրոք, Մեսսի, բայց էլի ով կա այդ լավ ֆուտբոլիստ։ Արգենտինայի։ Հա։ Այն ժամանակ նայեք, ես հիշում եմ Մարադոնա կար, Գարինչա կար, հիշում եմ, ասես կային էլի սա։ Բաուտիստա էր ունեցել եք։ Բատիստուտա, Գաբրիել Բատիստուտա, դες հիշեցի։ Իսկ մյացի Մեսսից ում կհիշես էլի։ Ոչ մեկին։ Այդ թվակը այդ Մեսսի տարիքայինները Կարող ես սխալվում եմ գուցե։ Չէ, կար Ագուերոն կար։ Հա, կար։ Որ իդեպ բանը Մարադոնայի աղջկա նշանածներ։ Հա։
բայց հա ինչ որ COVID-ից հետո խնդիրներ ունեցավ, էլ չխաղաց, սրտի հետ առողջական խնդրեմ ունեցավ, բայց լավն էր էլի։ Հետո Տևեզը կար, Կարլոս Տևես։ ահա, ճիշտ է, դες փաստը։ Ինքը իդե փողոցի, նու Մարադոնան էլ է փողոցի եղել ոնց էր, ինքը բան չէ, այսինքն համեմատած Մեսսիի հետ, Մեսսին ավելի գերակետ խաղացող, զբաղվել են ծնողները իր հետ։ Բայց Մարադոնան, ինչպես նաև Տևեզը, էլի ոնց որ փողոցում sense խաղալուց են եղել, մեկ տեսել է, հա։ Շատ լավ։ Դե հիմա ո՞րն են կտրում։ Փողատերը իմ յարը, բասկետբոլիստը իմ յարը, ֆուտբոլիստը իմ յարը եւ սաքսոֆոնարը իմ յարը։ Արնո ջան, դու պետքա սկզբից ընտրես, իսկ հետո Ես երևի համաձայնվեմ Միքայելայի հետ։ Փողատերը իմ յարը։ Հա։ Շատ լավ։ Այսինքն երկու Այսինքն մի քիչ լոգիկային գնալով էլի։ Շատ լավ։ Ով կես իզնից ուզի տանի չեմ տա ոչ մեկին, փողատերը իմ յարը այս տարբերակը ընտրեցին մեր հյուրերը, դե մեր քլի երրորդ տարբերակ ունենք։ Հիմա լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երրորդ երկի հատվածին, խնդրեմ։ Ախրինդի գնդակար, փողատեր ինչ կապ ունի։ Սիրում էլ Չէ, իհարկե եթե խոսքը Մեսսի մասին այլի փողատեր, այդ չի ասում։ Դա գործը կճա։ Փողատերը։ Մեկ հիմա վերջին երրորդ երկն ենք լսում միասին եւ փորձում ենք ճիշտ գուշակել։ Լավ։ Խնդրեմ, երրորդ երկի հատվածը։ Միացի ես ինձ մոտ շատ վաղուց, ես տանջում եմ ու քնչում եմ քո սիրուց, Աշը գիտեմ սրտի սերը ոնց ասել, Բավերեմ կեզ սպասում, ասում ես ու չես խոսում, նայում ես իմ Աստում ես ու գրում ես, նայում ես իմ աչկերին, ոնչին չես ասում, հա, միջև դա, նայում ես իմ աչկերին, նայում ես իմ հայացքին, նայում ես իմ գրպանին և նայում ես իմ մազերին։ Նայում ես իմ աչքերին։ Աչկերին ընտրեցիր։ Այո։ Մազերին ոչ։ Չէ։ Դե պապան թող որոշես։ Այսինքն նայում ես իմ աչկերին, հայացքին, գրպանին, մազերին, այս 4 տարբերակից մեկը ոչինչ չես ասում։ Օրինակ պատկերացնում ես ինչ մազեր կլսում, չգիտեմ, ասենց որ նայի, հա։ Սիրուն սանրված։ Բայց կարող է եւ Միքայելան ճիշտ է իհարկե։ Ես չեմ կարող ասել։ Նայում ես իմ հայացքին, նայում ես ամեն ինչ էլ հնարավոր է։ Այո, նայում ես իմ գրպանին, օրինակ մի անգամ ես նայում եմ, լետ ինչ կա գրպանի մեջ, ինչքան է ասենց։ Դաշը նայում ես իմ ֆուտբոլիստին էլ։ Դա ֆուտբոլիստի գրպանին ես նայում։ Այս անգամ էլ եմ համամիտ։ Այս անգամ համամիտ։ Լսեմ միշտ է պապայո աղջիկ համամիտ, եք միշտ են բոլոր ասում շատ լավ է, շատ։ Աչքերին երևի։ Նայում եմ աչքերին։ Դուք Նայում պետք ես է։ իմ աչքերին։ Շատ լավ։ Նայում ես իմ աչքերին այս տարբերակը ընտրեցին Արնոն եւ Միքայելան, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք առաջ, խնդրեմ։ Բավերեմ կեզ սպասում, ասում ես ու չես խոսում, նայում ես իմ աչքերին, ոչ Բրավո։ Հա, մի քիչ ավելի մոտ է այդ աչքերին։ Լիովին հաղթանակ 2-1, շնորհավորում եմ ձեզ, ապրեք։ Մերսիներ։ Շատ լավ։ Արնո ջան, հիմա խնդրեմ մի քիչ հիմա պատմենք փաստորեն մոտակա նախագծերի մասին, դե համերգը եղավ, արդեն շատ լավ է, այսինքն դեբյուտը եղավ, կարելի ասել պրեմիերան։ Եվ հիմա ինչա սպասում, ինչ մտադրություն կա, գուցե արդեն ինչ որ շոր համերգներ, շրջագայություն։ Դեռ ուզում եմ ստեղ մի հատ էլ համերգ լինի, որտեղ արձագանքը շատ լավ էր ու մեր համերգը ունեցավ sold out, իդեպ միջև պաստառները կպցնել եմ միջև ասենք այդ առաջին ճիչերը հայտարարելը, բան արդեն մի քանի տոմսեր կար վաճառվել էր ու ես որ գնացի այդ որտեղ որ պետքա համերգ անեինք, ասեց արդեն տոմս ունենք վաճառված, ասի կներես մերոնքական են, հա, մեկ էլ հետից գերես ասել, դե ինչ կապ ունի մերոնքական են, ես շատ կարևոր է դա, եթե մերոնքական են, ինքը արդեն գիտի ոնց է ինչ է, ավելի հետաքրքիր է, երբ որ դրսից են ու Վարդան ասեց, չէ, ասեց դրսից չեն, մերոնքական չեն, դեսիո, դա լավ է արդեն, որ մերոնքական չեն ու այդ վստահությունը կա, դե ձայնագրությունները ունեմ, ճիշտն ասած Spotify-ում էլ կա, YouTube-ում էլ կա,
ոնց որ ասեցի Orient գրով Արնո Ստեփանյան գրեն յուրաքանչյուր բան գրա։ Ինքը գործիքավորում է։ Մտածում եմ ճիշտ ասած 2026-ին մի հատ ուրիշ մեծ համեր կազմակերպվի, բայց ավելի էլի հրավիրված արտիստներով, մի քիչ ավելի երևի մեծ։ Ավելի մեծ։ Հա։ Եվ ես ուզում եմ անպայման քո համերգներում փաստորեն նաև ներգրաված է լինելու Միքայել Լանջը։ Անպայման, այս անգամ էլ Միկազ երգեց։ Ահա։ Հա։ Հայկական չերգեց, ամերիկյան Fly Me to the Moon երգեց, Frank Sinatra-ի հետ 5 գործերից չեմ հիշում ումնա կոնկրետ, բայց դենց լավ է մեղեդներից, որ ինքը սիրում էր, ասիկ ուսես երգես ուսուց, հա, ու տենց։ Իսկ օրինակ չեք մտածում որևէ մի նու դու իհարկե սաքսոֆոնով ինքը երգի, դուետ արվի, հա, ինչի՞ չէ, հա։ Մենք իդեպ այդ համերգին էլ ես իրան ձայնակցեցի, հա, մի քիչ սոլոներով, մի քիչ օգնական, տենց, մի քիչ Շատ լավ։ Պապան մեջքին է։ Այո, դե այդպես պետք է լինի, շատ լավ։ Արնո ջան, եւ իհարկե հիմա մեր հաղորդման ավարտին բնականաբար մի փոքրիկ խնդրանք, բնականաբար սաքսոֆոն, այս բան միասին կլսենք։ Եվ ես պարզապես սովորաբար մեր հյուրերին միշտ ես եմ խնդրում որևէ ինչ-որ բան, հա, նվագել կամ երգել, բայց դու որը այս անգամ արդեն թողնում ենք, որպեսզի դու ինքդ ես հատուկ ընտրեցի այս հաղորդման համար, ճիշտն ասած, Հայաստան իմ չքնաղ։ Հայաստան իմ չքնաղ։ Արտուր Գրիգորյանի երգերից մեկը հրաշալի երգեց։ Արնո ջան, դե ես խնդրում եմ դու պատրաստվես, ես ընդամենը մի քանի րոպեից արդեն կխնդրենք միասին բոլորս կլսենք։ Սիրելի հեռուստադիտողներ, մինչ Արնոն պատրաստվում է, որպեսզի հրաշալի րոպեներ պարգևի եւ միասին լսենք Հայաստանին չքնաղ մի հրաշալի կատարում այդ երկի կատարումը ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել մեր հաղորդման գործընկերներին շնորհակալություն հայտնել աջակցության համար Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում եւ վերադարձնում է լիարժեք կյանքի Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա դիմեք այս ընկերություն եւ բոլոր խնդիրները շատ արագ կլուծվեն։ Հեռախոսահամարն է 409-900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Pubs Resort and Spa հյուրանոցային համալիրը, առողջարան պարզապես, որտեղ գալիս եք հաճելի լավ ժամանակ եք անցկացնում, օգտվում եք տաք հանքային ջրով լողավազաններից։ Եթե ունեք ազատ ժամանակ, ազատ օրեր ունեք ամրագրեք, որովհետև համարները շատ հարմարավետ են, յուրաքանչյուր հարմարություն կա եւ եկեք վայելեք ձեր հանգիստը, ձեր հաճելի օրերը հենց այստեղ Lido Pubs Resort and Spa հյուրանոցային համալիրում։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ հայացքս ուղղում եմ դեպի Արնո։ Արնո ջան, պատրաստ ենք։ Այո։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, առաջին անգամ մեր եթերում Armenian Evening ուղիղ եթեր Արնո Ստեփանյան Հայաստան իմ չքնաղ։
Բրավո։ Արնո ջան, այս չքնախ իմ Հայաստան այս չքնախ կատարումը, այս չքնախ կատարումից հետո ցավով, բայց պետք է ավարտենք մեր թողարկումը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, Արնո ջան, քեզ, Միքայելա ջան, քեզ մաղթում եմ իհարկե նորանոր հաջողություններ, նոր երգեր, նոր բեմեր, հրաշալի ընտանիք, տաղանդավոր եւ կարծում եմ դեռ մենք շատ կլսենք ձեր մասին եւ բնականաբար սիրով իհարկե մեր ընկերներին սպասում ենք մեր տաղավարում թե նոր պրեմիերաներով, թե նոր համերգներով։ Շնորհակալ ենք Արմեն ջան, մենք էլ շատ ուրախ հանդիպման համար։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, դե այս չքնախ տրամադրությամբ ավարտում ենք այսօրվա մեր երեկոն, կհանդիպենք արդեն հաջորդ 5 շաբթի, կրկին իհարկե AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք մինչ մյուս 5 շաբթի։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։